Մի քանի օր առաջ քաղաքական փոդքասթի ձևաչափում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերստին կրկնել է այն միտքը, որ առանց ազդեցիկ երաշխավորության գործընթացը չի կարող արդյունավետ լինել։ Նա քննադատել է Նիկոլ Փաշինյանին եւ ասել, թե նա երաշխավորի ինստիտուտը մերժում է, քանի որ այդ դեպքում խաղաղությունը չի կապվի Իրանն հետ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը, որ փաստացի 5 տարի առաջ ձևավորել են Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՅԴ-ն, մարտի 16-ին մարզահամերգային համալիրի դահլիճում բավական ներկայացուցչական միջոցառում է անցկացրել, որպիսի հանրայնացնի, որ դաշինքը պահպանվում է, նույնն է նաեւ վարչապետի նրա թեկնածուն։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ մերժեց տեխնոկրատների կառավարություն ձևավորելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը։ Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ենթադրել, որ ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիա չի ձևավորվի։ Ընտրություններին իր նոյան տապանով առանձին կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը։ Քաղաքական իրադարձությունները, դրանց ժամանակագրությունը պարտադիր ունենում են խորհրդանշական հղում։ Այս առումով երևի պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն դաշինքը նախընտրական հիմնական թեզերը հնչեցրել է մարտի 16-ին։ 105 տարի առաջ այդ օրը Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիրը, որով գծվել են խորհրդային Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանները, Նախիջևանը անջատվել է եւ պրոտեկտորատի կարգավիճակով ճանաչվել խորհրդային Ադրբեջանի տարածք։ Ավելի վաղ, ինչպես հայտնի է, Ռուսաստանը եւ անկախ Հայաստանը պայմանավորվել էին զինադադարի եւ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի վերջնական կարգավիճակի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու մասին։ Նման բանակցություններ չեն սկսվել։ 1920 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիան եւ բոլշևիկյան Ռուսաստանը Հայաստանին պատերազմ են հայտարարել, որ դեկտեմբերի 2-ին ավարտվել է Ալեքսանդրապոլի կապիտուլացիոն պայմանագրով։ Հայաստանը ներկայիս տարածքը ժառանգել է հայկական ԽՍՀ-ից, եւ երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավոր ունենա, անկասկած նկատի է ունենում ԽՍՀ-ն իրավահաջորդ Ռուսաստանին։ Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է հայ-ադրբեջանական գործընթացին ներգրավել նաև Ռուսաստանին։ Երաշխավորության մասին ասվածը միայն գեղեցիկ փաթեթավորում է։ Խորքային իմաստով խոսքը այն մասին է, որ առանց Ռուսաստանի ներգրավվածության Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ խաղաղության հասնել։ Եթե մի փոքր էլ փակագծերը բացենք, ապա կստացվի, որ Քոչարյան դաշնակցություն դաշինքը համաձայն է Ռուսաստանի այն նարատիվին, որ Հայաստանի տարածքը այն չէր, եթե 1920 թվականի դեկտեմբերին իշխանությունը անչած բոլշևիկներին։ Սյունիքի մասին խոսելիս Իլհամ Ալիևը երևի նախագահի պաշտոնում 100 անգամ ասած կլինի, որ Զանգեզուրը բոլշևիկներն են նվիրել Հայաստանին եւ դա պատմական ամենամեծ անարդարություն է։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։